Խորանալ ազնվության մեջ, որպես մշակութային հեղաշրջում։ Մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ ճշմարտությունը հաճախ խեղդվում է աղմուկի մեջ, իսկ ազնվությունը ընկալվում որպես միամտություն, բայց հենց այս իրականության ֆոնին է, որ ազնվությունը կարող է դառնալ ամենահզոր հեղափոխական գաղափարը, ոչ թե որպես կարգախոս, այլ որպես համատարած մշակութային վերածնունդ, ազնվությունը որպես ներքին հեղափոխություն։ Ազնվությունը սկսում է ինքնաճանաչումից, դա առերեսումն է մեր ամենախորքային վախերի, կասկածների, մանիպուլյացիաների հետ։ Ազնիվ մարդը ոչ թե նա է, ով անթերի է, այլ ով պատրաստ է տեսնել և ասել ճշմարտությունը։ Այս առումով ազնվությունը չի սահմանափակվում անձնական արժեքով, այլ դառնում է կազմակերպչական էներգիա ներքևից վերև։ Երբ ազնվությունը դառնում է հանրային շարժիչ, երբ ազնվությունը վերածվում է կոլեկտիվ վարքագծի, այն սկսում է ապակայունացնել հին մշակութային հիերարխիաները, կեղծ բարեպաշտությունը կոտրվում է։ Իշխանությունը կորցնում է մանիպուլյացիայի գործիքը, խավերը վերանում են, քանի որ մարդկանց արժեքը այլևս չեն չափվում վախով ու կեղծումով։ Ազնվությունը հանրային տարածք բերելը նշանակում է շրջափակել հասարակական երկխոսությունը մեծ առաջնորդների օրինակով։ Քրիստոսը, ճշմարտությունը որպես ազատություն, նրա պատգամները ուղղված էին մարդկանց ներքին վերազինմանը, նա մերժեց կեղծը, օրենքներն ու պատրանքային բարոյականությունը և հայտարարեց, որ ազնվությունը ուղիղ ճանապարհ է դեպի Աստված։ Ես եմ ճշմարտությունը և կյանքը։ Նա չվախեցավ ճշմարտություն ասել ամենահզորների դեմ, նույնիսկ եթե դա խաչ նշանակեր։ Գանդի, ազնվությունը որպես քաղաքական մեթոդ, ճշմարտության ուժը, ցույց տվեց, որ մաքուր նպատակները մաքուր միջոցներ են պահանջում, նա չէր պայքարում միայն բրիտանացիների դեմ, այլ իր ժողովրդի սուտի, վախի և բռնության ներսում։ Նրա ազնվությունն ինքն իր հանդեպ դարձավ ազգային փրկության շարժիչ։ Մանդելա, ազնվությունը որպես ներողություն և միավորում է։ Մանդելան կարող էր քարոզել վրեժ, բայց ընտրեց ճշմարտությունը։ Նա չթաքցրեց Աֆրիկայի վերածննդի սխալներն ու դժվարությունները, ազնվորեն խոսեց, ներեց ու դրանով իսկ նոր մշակույթ ձևավորեց, որտեղ հնարավոր էր համատեղ ապրել։ Ազնվությունը որպես ռազմավարություն հոգևոր որակ է, բայց նաև պետական ռազմավարություն։ Կառավարման համակարգում այն վերածվում է կոռուպցիան, ոչ միայն օրենքով, այլ վարքով։ Տնտեսությունում այն նոր վստահություն է ձևավորում ներդնողների, աշխատողների, սպառողների միջև։ Քաղաքացիական կյանքում այն բերում է առողջ բանավեճ, փոխանակ ատելությանը։ Ինչպես սկսել ազնվության հեղաշրջումը։ Հատուկ քաջություն է պետք սկսելու համար։ Խոստովանելու սեփական անհաջողությունները։ Համակարգեր պետք է ստեղծվեն, որ խրախուսում են ազնվություն ու պաշտպանում ազնիվներին։ Մշակույթը պետք է փոխվի, հերոսացնելով ոչ թե խորամանկին, այլ ազնիվին։ Ազնվությունը չպետք է լինի միայն բարոյական պահանջ, այն պետք է դառնա մշակութային լեզու, քաղաքական փիլիսոփայություն և ազգային ռազմավարություն։ Երբ մենք որպես ազգ սկսենք բարձրաձայնել ճշմարտությունը, այն ժամ կսկսվի ոչ թե միայն բարոյական, այլ իրական մշակութային հեղաշրջում, ոչ թե բռնությամբ, այլ լույսով։ Միացե՛ք վիրտուալ խորհրդանուն։ Շնորհակալություն։